Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, մինչև կանցնենք այս մեր գաղջ իրականությանը, մի այսպիսի հարց տամ, ձեզնից միգուցե ես այդ պատասխանը լսեմ, որովհետև շատերին եմ տվել այդ հարցը, բայց ըստ էության բավարարող պատասխան այդպես էլ չստացա։ Մինչև Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր դառնալը դուք դրանից շատ ավելի վաղ եղել եք ազգային միացյալ կուսակցության անդամ, այսինքն անկախական եք։ Եվ այդ հարցը ինձ հետաքրքրել է միշտ։ Ոնց ստացվեց, որ երբ 91 թվականին Հայաստանը վերջապես դարձավ անկախ պետություն, հասարակության գերակշիռ մեծամասնությունը չդարձավ անկախական, ցավոք, ինչու դա եղավ։ Նախ որոշ իմաստով անակնկալ էր Հայաստանի կարգավիճակը, այն կարգավիճակը, որ մենք ստացանք 1990 թվականի հունիս ամսին, Ռուսաստանը լքեց Սովետական միությունը։ Իրենց մոտ հիմա այդ օրը տոն է։ Մեր համար դա անակնկալ էր։ Մենք նույնիսկ անկախական լինելով, դուք մի 50 տարի դրանով զբաղվելով, մենք մտածում ենք, որ բոլոր դեպքերում Ռուսաստանը շահագրգռված է ու մնալու է այստեղ որպես զավթիչ։ Հայաստանը լինելու է Ռուսաստանի դաշնակիցը օբյեկտիվորեն։ Մենք լինելու ենք առիթ, պատրվակ, հայկական հարցը պատրվակ է լինելու, որպեսզի ռուսական էքսպանսիան, զավթողականությունը ունենա արդարացում։ Գիտեք, որ սահմանները անձեռնմխելի են, դա նոր չի հնարվել։ Դյուսելդորֆում նույնիսկ չի հնարվել, ոչ էլ Հելսինկյան ակտով է հնարվել։ Սեփականությունը, կալվածքը, թագավորության սահմանները անձեռնմխելի են։ Ուրեմն այդ իմաստով Օսմանյան կայսրության տարածքը անձեռնմխելի է ռուսական իմպերիայի համար։ Դրա համար առիթ է պետք, որ ինքը կարողանա զավթել։ Հայկական հարցը ամենահարմար առիթն էր, որովհետեւ ինքը Ստամբուլը գրավի, թե չէ հենց այնպես շատ բան է քեզ հետաքրում գայթակղում։ Ուրեմն մենք մտածում էինք, որ բարձր կարգավիճակ ունենանք այդ իմպերիայում, անկախություն դաշնակից պետություն Ռուսաստանում, բայց հանկարծ Ռուսաստանն ասեց «Не будем кормить», այսինքն չենք ուզում ձեր շահերը պաշտպանել։ Դա շատ տհաճ հասարակության համար տհաճ նորություն էր, որ մեզ լքում են։ Ես չգիտեմ ձեր հաջորդ հարցերը ինչ են լինել, բայց ուզում եմ այսօրվա մեր բանի մեջ բառ մտցնենք պատասխանատվություն։ Այդ բառը բարբերաբար ես կկրկնեմ ձեր թույլտվությամբ։ Ուրեմն մենք պատասխանատվություն պետք է վերցնեինք մեր կարգավիճակի համար, մեր երկրի կարգավիճակի համար, անվտանգության համար, տնտեսության համար, զարգացման համար, արտաքին հարաբերությունների համար, հարևանների հետ ունեցած հարաբերությունների համար, այդ պատասխանատվությանը մենք պատրաստ չէինք, ուզում էինք, որ անպայման մեզ աջակցող լինի։ Մենք գիտեինք, որ թշնամի միջավայր է 2000 տարի կամ ավել, մենք գիտեինք, որ մենք այդտեղ օտար ենք մեր հայրենիքում, մեր հարևանների մեջ, մենք ակնհայտորեն տարբերվում ենք նրանցից, այսինքն մենք պետք է ունենանք դրսից շահագրգիռ մի ուժ, այս մեր հարևաններին հակակշիռ կամ հավասարազոր մի ուժ, որը մեզ կարող է լինել դաշնակից, շահերի համընկնում։ Այ մենք երկար ժամանակ ենթադրեինք Իսրայել օրին, ես չգիտեմ, ելով ասում էին, որ ամենահարմար, մեզ համար ամենահարմար շահընկերը դա Ռուսաստանն է։ Ու հանկարծ Ռուսաստանը 90 թվականին հեռացավ։ Մենք դրանից հետո հռչակեցինք Հայաստան անկախ, այդպիսի ծրագիր չի եղել։ Լուսանցքային ընդհատակա կազմակերպություններ, փոքր կազմակերպություններ, ինչպիսին մերն էր։ Այդպիսիք կային անկախականներ։ Երկար ժամանակ պարբերաբար մենք եղել ենք։ Ես ուզում եմ ասել, որ մի քիչ հպարտությամբ երևում է, որ հպարտությամբ այդ կրակը մենք միշտ վառ ենք պահել։ Մենք ստացել ենք անկախական պետական մշակույթի անկախության, հայրենասիրության
էստաֆետան մենք ստացել ենք ինձանից առաջ եղել են ուրիշները, ասենք Նժդեհը թեկուս չէ, դրանից առաջ ուրիշները դա կար, բայց զանգվածը հարմոնիկ ներդաշնակ մասը ժողովուրդը զգուշանում էր այ անակնկալը որ Ռուսաստանը մեզ լքեց հիմա էլ իմիջայլոց գիտեք այդ շրջապատույթ կա չէ ցիկլ հիմա նորից Ռուսաստանը մեզ լքում է եւ բարեբախտաբար այ ես շատ եմ առաջանցնում թույլ եք տալիս չէ այ ես հասկանում եմ խոսքի ազատություն կա հիմա պարտությամբ ասենք դա ես հիմա զգում եմ որ մենք արդեն փոքրամասնությունը լուսանցքայինը այն նրանք են ովքեր որ ասում են բա ինչ ենք անելու այ հիմա բարձում են որ անպատասխանատուները փոքրամասնություն են պատասխանատուները այսինքն ժողովուրդը օրինակ թեկուս այս վերջերս այդ ստորագրահավաքը Եվրաքվեն պատկերացնում եք որ մենք ստոպ տվեցինք գնում էին մարդիկ գալիս էին ուրեմն հիմա շուռ է եկել այն ժամանակ ես կարծում եմ որ նախապատրաստական աշխատանք չէր արվել ես դառնությամբ երբեմն դա էլ եմ ասում որ օրինակ Ռուսաստանում, Բելոռուսում, Ուկրաինայում, միջինասիական պետություններում սովետական նոմենկլատուրան ազգային։ Կրավչուկը ազգային էր։ Շուշկևիչը ազգային էր, Ռախմոնը ազգային էր, Նուրսուլտանը ազգային էին, չնայած նրանք կոմունիստ էին եւ կոմունիստական նոմենկլատուրայի բարձր պաշտոններ ունեին, Հայաստանում պարզվեց որ չկա։ Դե մենակ Հայաստանում չէ, Շևարդնաձեն էլ առանձնապես ազգային չէր։ Չէ, տեսեք, բայց Շևարդնաձեն պատրաստ էր անկախ երկիրը ղեկավարելու, ծրագիր ուներ։ Չէ, ինքը փորձ ուներ, կներեք, ես այստեղ չեմ վիճում ձեզ հետ, բայց եթե կհիշեք ժամանակին Շևարդնաձեին ըստ էության վտարել էին Վրաստանից, որովհետև ասել էր, որ Վրաստանի համար արևը ծագում է հյուսիսից։ Այո։ Այդ արտահայտությունը ըստ էության վտարել էին երկրից։ Այո։ Վրացին։ Այո, Գամսախուրդյան վտարեց։ Տեսեք, Էլչիբեյը եւ Գամսախուրդյան վտարեցին, բայց կարճ տևեց դա։ Նրանք վերադարձան եւ իրենց կառավարման համակարգը մոդեռնացրեցին, անկախ պետությանը հարմարեցրեցին։ Այս դա եմ ասում, որ մեր մոտ համալսարանականները իշխանությունը վերցրեցին, որովհետեւ ցեկան, որոնց հետ մենք շփվում ենք ազգային Գերագույն Սովետում եւ Գերագույն Խորհրդում մի ամիսը կես տևեց այդ սովետը բավական բարձր որակավորումով սովետական հայ կառավարիչներ կային բյուրոկրատներ կային նրանք պատրաստ չէին իշխանությունը վերցնելու ասենք մասնավորապես Սուրեն Հարությունյանը օրինակ հա հենց Կարեն Դեմիրճյանը նույնպես մենք քանի որ վերջի շրջանում շփվում էինք ինքը օրինակ էկոնոմիկսներ կարդում ես ասեցի ինչ է պետք ասած հետաքրքիր է ես ինչ որ անցել եմ ՎՊՇ-ներում Վիշայ պարտիայնա շկոլա ասում պարզվում է որ դրանք բան են իրականությունից կտրված են կյանքի հետ ոչ մի կապ չունեն ես հիմա ուզում եմ Կարեն Սերոպիչը Կարեն Դեմիրճյանը ուզում էր մտնել արդեն քանի տարի հետո հրաժարականից 10 տարի հետո նոր Կարեն Դեմիրճյանը հարմարվեց իրականությանը այ ես մենք չենք պատրաստ սահմանադրության Շահամիր Շահամիրյանից հետո պատկերացնում եք բացառիկ բան է դա որոգայթ պատկասենք իջել անուն էր դեր ու մենք ոչ մի բան չէինք արել սահմանադրության նախագիծ չունեինք ես ձեզ ասեմ այդ գլավլիտը երբ որ վերացավ պարզվեց որ մենք չունենք արգելված գրականություն մեր մտավորականները արգելված ոչինչ չունեն ինքնագրաքննություն է եղել մարդիկ արել են այն ինչ որ թույլատրվել է երբ որ բաց եղան դռներ ասեցին տպեք ինչ ունեք Բայց որ ոչինչ չունենք, ինչ որ գրել են մերոնք, ինչ որ ուզեցել են, ամեն ինչ սովետական միության ժամանակ թույլատրել, այսինքն գրաքննված է։ Այդ իմաստով մենք
Քաղաքական Բայց կներեք այդտեղ էլ էլի մի քիչ չափ հանցանք ժամանակի, որտեղ ես հիշում եմ պետական մրցանակ ստացավ մեր արդեն լուսահոգի գրողներից մեկը, որը ըստեյության հայհոյախոսությամբ էր այդ գրականությունը, նախագահի մրցանակ ստացավ, հայհոյախոսություն էր։ Ես էլ եմ հիշում դա։ Հիմա անուն չտանք, արդեն չկայի մենք։ Դա քանի որ հանգուցյալ է, համ էլ դա ինչ տիրաժի չի ընթարկենք։ Մեր այսինքն մենք 70 տարի կամ 200 տարի դուք դեք Բաթումի պայմանագիրը Սարդարապետը նույնպես այսինքն այդ աստու կամքով մարդիկ գտնվեցին, որ դա արեցին, Սարդարապետը արեցին, ռուսական բանակի սպաները։ Մեր գայը գնացել է Ռուսաստանում ռուսներին կոտորում էր մտավորակ, երկաթե դիվիզիան Ռուսաստանի խորքերում Հայաստանը կոտորվում էր, չկային հրաշքներ են եղել, էլի, ուզում ասել այն ժամանակ էլ պատրաստ չէինք, 200 Չմոռանանք, որ այդ ժամանակ Անդրանիկը Բալկաններում էր կռվում։ Դե այստեղ չէր, բուլղարակ պատակ էր։ Տեսեք, անպատրաստ լինելը, ես մտածում էի միշտ երիտասարդ էի, միշտ այսպես չեմ եղել, մտածում էի, որ մեծերը, մեր մտավորականները երևի գրել են օրենք, պահել են, դա հույժ գաղտնի բան է, ցանցային համակարգ կա, էլի, պետք չի որ մենք իմանանք, ուրեմն մտածում էի, որ կան օրենքներ, կան մարդիկ, որ հենց որ այդ ռուսական սապոկը հեռանա, մենք կհռչակենք, մենք կմոբիլիզացնենք մեր բանակը, դուք պատկերացնում եք զորակոչ չհայտարարեցինք, մեր որակի մասին եմ, ես պաշտպանության հանձնարարում եմ, զորակոչ չէ, բժշկական հանձնաժողովը զինկոմիսարը չէր աշխատում, փողոցից մարդկանց հավաքում էինք, նաև քրեական ենթամշակույթը կրողներին բերեցինք, բանակը հիմնադրեցինք քրեականներով։ Մեր բանակը հիմնադրվել է այդպես, պարզվեց, որ այդ մեր հպարտությունը Բաղրամյան, Բաբաջանյան, մարշալներ, գեներալներ, պարզվեց, որ մենք զինվորական կադրեր չունենք բանակը կոմպլեկտավորելու համար, անպատրաստություն, ձեր հարցին պատասխանեցի երկարվարակ, պատրաստ չէինք հասարակությունը և պատասխանատու վերնախավը, ես չեմ ուզում դրած վերնախավ ասել, նրանք պատրաստ չէին անկախությանը, դրա համար արդեն հասանք այսօրին։ Եվ դուք քիչ առաջ ասացիք, որ հիմա պատասխանատուները մեծամասնություն են բարեբախտաբար, բայց մենք ունենք նաև այն ձեր ասած ոչ անպատասխանատուների այդպես որոշակի շրջանակ եւ այսօր քաղաքական են դիսկուրսը, որ մենք ունենք դաշտում, հա, որ հիմա եթե կուզեք դուք կանոններով կտակ, այս քաղաքական ուժը այն մեկը նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացվի, փոշիացվի, որ մենք դառնանք հերթական անգամ այս կամ այն կայսրության ծայրագավառը եւ այլն։ Այդ մարդիկ իրենք առանձին չեն, չէ, որովհետև իրենց ընտրողը, իրենց հավատացողը ըստեյության հայլային տեսնում է այն ինչ որ ինքն է իրենից կամ ինքը իրեն իր մասին պատկերացնում է։ Ես չգիտեմ դա լավ է թե վատ է, որ այդ հատվածը կա, բայց որ կա, դա փաստով իրողություն է, հիմա այդ իրողության մեջ մենք ինչ պետք է անենք, չպետք է համակերպվենք դրա հետ։ Կան հիմա ինչ անենք։ Չէ, մենք նրանց կապમાં պետք է լինենք մարդասիրական հանդուրժողականություն ցուցաբերենք։ Բանտերը չլցնենք, չաքսորենք նրանց։ Օրինակ ազգային ժողովը, ես երբ ասում եմ փոփոխվել է, լուսանցքում են հայտնվել ճորտասերները, անազատության սիրահարները, վասալները, մարադյորները հայտնվել են փոքրամասնությունում։ Այդ դա արդեն ակնհայտ է ազգային ժողովի հարաբերակցությունը ուժերի։ Ես հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում նրանք շատ ավելի, ես ենթադրում եմ, իմ ծրագիրը, եթե ես լինեի պլանավորողը ու իրագործողը, ես միայն դաշնակցությանը կթողեի սփյուռքի պատճառով։ Այն մյուս ուժերին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, հանրապետական Սերժ Սարգսյանին, նրանց ընդհանրապես կամ ամենակիչը կվտարեի Հայաստանից, ամենակիչը կամ դատախազի դատարանի բերած ես գիտեմ անձամբ, ես առնչվել եմ դրա հետ, նրանց անպայման շատ երկար տարիներ կպահեի բանտում, նույնիսկ իմ տարիքում ես խորը թոշակառու եմ, հսկիչ,
գլուչնիկ կաշխատի բանտի դուրը փակող բացող պրագուլկի տանող Դաժան եք բարոնար։ հա ես շատ դաժան եմ բարի չեմ այդպես ասենք բարի չեմ կարելի ավելի վատ բաներ ասել խնայենք մեր կնդիրներին ուրեմն ես կարծում եմ որ առաջիկա ընտրություններում մենք պետք է նմուշ անցյալից նմուշ թողնենք դաշնակցությանը դա օգտակար կլինի դաշնակցությունը իրավունք ունի իշխանությունում ներկա լինելու որպես սփյուռքը ներկայացնող ուժ եւ պետք է լիներ արդեն նոր ժամանակների պատասխանատվություն կրող ուժերի իշխանություն պատասխանատվություն կրող այո անկախություն այո անվտանգություն այո հարաբերություններ հարևանների հետ եւ մեծ ծրագրեր հայապահպանություն մեծ իմաստով հայապահպանություն ու քննարկումը պետք է լիներ սոցիալական ծրագրերը կրթության ծրագրերը մշակույթի նախարարություն վարչապետը պետք է լիներ մշակույթի նախարարը այ գծիկով դու գիտեք օրինակ Բիսմարկ մեր մոտ մոդա է Չերչիլ Բիսմարկ ասում ենք էլի Բիսմարկը Գերմանիայի եւ Պրուսիայի վարչապետն էր Գերմանիայի եւ Պրուսիայի այս կուզենայի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը գրվեր պաշտոնի մեջ վարչապետ մշակույթի նախարար երկու պաշտոն պետք է ունենար մեր մշակույթը պետք է պաշտպան այ մեր օրակարգը ազգային ժողովի քննարկումների օրակարգը պետք է լինի կրթությունը մշակույթը պաշտպանությունը երրորդ տեղում պաշտպանություն զինված ուժեր այդպես ասենք այս այդպիսի ազգային ժողով եմ ուզում ու դաշնակցությունը որպես նմուշ հիշողություն պատվաստման բան է այ ինչ են անում պատվացախի հիվանդության դեմ մեր թևերը ծակում էին հիմա չգիտեմ ինչ են անում այդպիսի մի բան դաշնակցությունը մնա հիմա քանի որ խորհրդարանական ընտրություններից խոսք գնաց տեսեք գալիք խորհրդարանական ընտրությունների այսպես համապատկերում թեմաներից մեկը երևի կարևոր թեմաներից մեկը դա նոր սահմանադրության ընդունման հնարավորությունն է կամ չէ հնարավորությունը այս այնտեղ արդեն խորհրդարանական ընտրություններում ինչ կլինի եւ այստեղ շատ են մեղադրանքները ուղղված իշխանություններին ու ես ուզում եմ ձեզ այդ հարցը տալ որպես անկախականի ասում են այ այդ դրույթը որ դուք ուզում եք հանեք որտեղ սահմանադրությամբ հղում կա անկախության հռչակագրին չէ անկախության հռչակագրին հղումը հանեք նախաբանի դա հա դա դավաճանությունն է բուն անկախության նկատմամբ դուք այդպես եք կարծում Գիտեք ինչ դավաճանություն է բայց վասալների նկատմամբ Պատկերացնում եք գուբերնիայի նկատմամբ դավաճանություն է մենք իսկապես փոխում ենք այսօրվա իշխանությունը մենք ես այդ Եվրաքվեից եմ մենք իշխանությունը այսօր լքում է գուբերնիայի կարգավիճակը ես դրան մի քիչ այլ տերմին եմ օգտագործում եմ մարտական գործողությունների տարածքից Հայաստանը դուրս է գալիս այն հռչակագիրը ենթադրում էր որ Հայաստանը լինելու է մարտական գործողությունների պատերազմի հարթակ պատերազմի միջավայր պատերազմը հրահրող հայկական հարց Վանը Բիտլիսը Ղարսը Արարատը Ղարաբաղը Նախիջևանը հիմա արդեն Ղարաբաղը Նագորնի Ղարաբաղը այսինքն հիմա ոչ մի տարբերություն Նախիջևան Նագորնի Ղարաբաղ Ղարս Վան Բիտլիս շարենք մեր աշխարհագրությունը գրենք ես հիմա կարծում եմ որ իրոք շատ դաժան բան է տեղի ունենում բեկում է տեղի ունենում կոտրվում է ճաք է տալիս մեր ընկալումը մենք լքում ենք պատերազմի հարթակ լինելու իդեան այ երազանքը ապագան մենք հրաժարվում ենք լինել պատերազմի հարթակ մեր տարածքում թող չկռվեն նրանք մենք չենք ուզում լինել ինչ որ մեկի անվտանգության գոտին մենք չենք ուզում լինել ինչ որ մեկի ֆորպոստը ուղեկալը չենք ուզում լինել այ դա է հրճակ որին ես մասնակցել եմ հա մեղադրականով չէ ասեցեք դուք ինձ հանդիմանեցիք չէ հա հարցրեցի դա ուրիշի չեք հարցնում ինձ ընդունում եմ ընդունում եմ հա ես հրավերություններ նայում եմ իմը չէ նայի ուրեմն որովհետև ես եմ ասել էլի ինչ որ ասել եմ ուրեմն ես կարծում եմ որ այդ հռչակագիրը սահմանադրությունները
մեր ODKB-ն, մեր երկաթուղին, ատոմակայանը, նայրիտը, այդ բոլորը ենթադրում էր, որ մենք լինելու ենք Սովետական միության, Մոսկովիայի, Ոսկեհորդայի, SNG-ի, մամաքսային միության ֆորպոստը։ Այսինքն գիտեինք, որ Իվանը գալու է այստեղ կռվի, ու մենք իրան օգնելու ենք։ Ճիշտ է, մեր տանն է կռիվը լինելու։ Մենք զոհաբերելու ենք մեր երեխաներին, մեր կանանց, մեր կյանքը զոհաբերելու ենք, բայց Արարատը մերը կլինի առանց հաշվի առնելու, այսօր ինչի Նախճեվանը մերը չի։ Չէ՞։ Ուրեմն դա եղել է, ես հիմա խոսում եմ պատասխանատվություն, իսկ պատասխանում եմ նրանց փոխարեն, ես այդպես չեմ մտածել, ես այդ հռչակագրի կողմնակիցը չեմ եղել, ես SNG-ի կողմնակիցը չեմ եղել, ես ռուսական բազայի Հայաստանում պահելու կողմը անձամբ ես չեմ եղել, բայց քանի որ գերագույն սովետ եք ասում, գերագույն խորհուրդ, հետո տարիքս, այս ճաղատությունս, այս բոլորը ասում են, որ դու եղել ես, չէ՞, այդ ժամանակ, այ երիտասարդները համեմատաբար դուք էլ երիտասարդ իրավունք ունեք ինձ հարցնելու, ես ինչ եք արել, ոնց եղավ, ինչի գրեցիք հռչակագիրը, ինչի ականապատեցիք մեր երկիրը, ես այդ կարգավիճակով, որպես նախորդ սերունդը, պատասխանատու սերունդ, ասում եմ, որ մենք սխալ ենք գնահատել, մենք չենք իմացել, որ Ռուսաստանը էլի լքելու է մեզ, որ Նագորնի Ղարաբաղը հանձնելու է, նորից է հանձնելու, այ գիտեք ինչ նորբություն կար, Նագորնի Ղարաբաղը թղթով հանձնել էին 1918 թվին, 1920 թվին, 1921 թվին, 1922 թվին։ Պարբերաբար Նագորնի Ղարաբաղը Ռուսական իմպերիան տարբեր իր կոչումներով հանձնել է Թուրքիային, պարտավորվել է ապահովել թուրքականության, Ադրբեջան կլինի, Ադրբատական, Թաթարստան, կարևոր չի, պարտավորվել է հայերից պաշտպանել։ Նախիջևանը, Ղարսը եւ այլն, Անտանտայի կամ խաչակիրների որևէ ձևով, Տրամպի, Վուդրո Վիլսոնի միջոցով հանգարց որ մենք ուզենանք հետ վերցնել, Ռուսաստանը պարտավորվել է մեզ պատժել։ Եվ վերջապես իրենք կարողացան դա անել 23 այս արդեն 100 տարի, 101 տարի հետո 22 թվից եթե հաշվենք 1922 թվականին Կավ բյուրոյի որոշում եղավ, դա երկրորդական որոշում էր, որտեղ Բրեստ-Լիտովսկում դա միջպետական պայմանով հանձնում, այսինքն Ստալինը չի հանձնել, դա ռուսական պետության քաղաքականությունն էր, Ստալինը ուղղակի պաշտոնյա էր, արեց դա, ուրեմն հանձնելը, այդ ասում ենք, որ հնարավոր է Ռուսաստանը փոխի իր կարծիք, այս սիրաշահենք, դուք պատկերացնում եք, որ մեր հռչակագիծը, հռչակագիծը, սայթակում էր, բայց ճիշտ է, ուրեմն դա սիրաշահումներ, այ եկեք միասին հայդատը, դուք շահ ունեք, դուք դուրս կգաք տակ ծովերը, Կիլիկիա դուրս կգաք, Իրաք, Իրան, Կասպից ծով դուրս կգաք մեր օգնությամբ, մեր Բաղրամյանը, մեր Թամանյան դիվիզիան կմտնի Բաղդադ, Բերլին մտել ենք, Բաղդադ էլ կմտնենք, այդ դա ենք մենք ասում, մենք այդպես ենք ապրել, այդպես են մեզ դաստիարակել, իմ սերունդին, ես անձամբ այդպես չեմ մտածել։ Հիմա տեսեք, ես որքան որ հասկացա ես ձեր խոսքից, դուք համոզված եք, որ եթե պայմանական եմ ասում, ես այդ նախկիններ բառից ինքս եմ հոգնել, բայց եթե այն անդիմությունը, որ մենք հիմա ունենք, հա, տիտուլային անդիմությունն են հիմա ասում, եթե գալիս է իշխանության, մենք էլի հայտնվում ենք այդ վիճակում, այսինքն դառնում ենք թաթերաբեմ ռազմական իմաստով եւ զուտ գիտեք ինչ ես հիշեցի, ես էլ մի քիչ լավ հիշողություն ունեմ, Ես վերջերս անդադ առիթ չէր լինում այդ հիշողությամբ կիսվելու հիմա առիթից օգտվելով, քանի որ այսօր ազատ ոճի զրույցի մեջ ենք։ Ազատի հետ ազատ ոճի զրույցի հետ մեջ ենք 2001 թվականի ես լավ հիշում եմ ազգային ժողովի դաշնակցական խմբակցության ճեպազրույցի ժամանակ անուններով էլ կարող եմ հիշել, բայց այստեղ էականը դա չի։ Մի արտահայտություն ինչեց, որից ես ափի բերան մնացի անկեղծ։ Ես 26 տարեկան դեռևս տակավին երիտասարդ էի։
Եվ ասացին, որ Հայաստանը չունի սահմաններ, Հայաստանը ունի 4 ճակատ։ Ես երբեք այդ արտահայտությունը չեմ մոռանա։ Լավն է դա։ Գեղեցիկ է։ Իմպերիական ծրագիր է։ Իշխիր Բրիտանիա, արևը մայր չի մտնում Բրիտանիայում։ Հայաստանում էլ արևը մայր չի մտնի, Ավստրալիան մերն է։ Արգենտինան մերն է, Կանադան մերն է։ Դե Լոս Անջելեսը վաղուց է մերը։ Վաղուց է այնլի Գլենդել, այսինքն այդ ծրագրով իսկապես Հայաստանը սահման չունի։ Գլենդելը Հայաստան չի, բա ինչ է։ Բա Լիոնը Հայաստան չի, Հայաստան է։ Բա Լիբանանը Հայաստան չի, Եգիպտոսը, Իրանը Հայաստան է։ Այդ ծրագրի մեջ են դա պետության մասին չի, դա հայրենիքի մասին չի, դա ընդհանրապես մեր մասին չի։ Մենք այդ շանսը բաց ենք թողել սրանից 3000 տարի առաջ Արգիշտի այդ արարատյան թագավորության ժամանակ հնարավոր էր դա անել, բայց մեր պապերը Հայկ Նահապետը ասեց մեզ ուրիշինը պետք չի։ Մենք ուրիշինը չենք ուզում։ Ես կարծում եմ, որ բայց այնպես ստացվեց, որ ուրիշները մերն էին ուզում։ Շատ են ուզում։ Մեր երկիրը շատ արժեքավոր է։ Մենք մի ուրիշ բարդույթ ունեինք։ Անց լավ չեմ պատասխանում ձեր հարցին, զգում եմ, բայց մենք Ես գիտեմ այդ բարդույթը, որ մենք շատ վատ տեղում ենք ապրում։ Այդի բարդույթ է։ Դա հիվանդության հետևանք է։ Պարզվում է, որ բոլորի աչքը մեր երկրի վրա է, այնքան շատ են այդ աչքերը, որ նրանց միտակ արդեն հավասարակշռություն առաջացավ։ Ասենք ամերիկացիները համաձայն չեն, որ սա պատկանի Թուրքիային կամ Ադրբեջանին կամ Պարսկաստանին, Ամերիկան որտեղ, Հայաստանը որտեղ, Ֆրանսիան համաձայն չի, Ռուսաստանը համաձայն չի, որ այս 30,000 քառակուսի կիլոմետրը պատկանի օրինակ որևէ մեկին դրանցից։ Կռվախնձոր դրական իմաստով կարելի է ասել, ես ձևը չգիտեմ, դուք երևի ավելի ինձ հուշեք։ Ինչ ասենք, Հայաստանը դարձել է այդ գայթակ, այսինքն արժեքավոր մի բան։ Ամբողջ աշխարհը դա գիտի ոչ բոլորը, մեզանից բացի։ Մենք չգիտենք, որ կարևոր բան է հայկական պետությունը։ Գիշեք Վազգեն Սարգսյանն ասում էր, որ աշխարհի մեծերը մի օր հավաքվելու են Մեղրի դարպասի մոտ։ Հա, հավաքվեցին։ Վազգեն Սարգսյանը լավ բաներ արել է։ Ասել է, չնայած ինքը երկրապահ ստեղծեց։ Դա առանձին հանգուցյալի մասին միայն լավ բաներ են։ Դե անմեղ մարդիկ չեն լինում։ Հա, էլի դե մարդ են էլի։ Դրա համար էլ մեզ դրախտից վտարեցին։ Շատ հնարավոր է, որ մեր երկիրն է։ Հայերին առանձին են վտարել։ Հա, բայց տեղ աշխարհագրությունը թողել։ Նախ հայերին վտարեցին, հետո նոր Ադամին։ Հիմա ես ասում եմ, որ այդ բարդույթը ունեինք մենք, որ կուտածենիմսը։ Ուր գնանք։ Կուտեն, խժռեն։ Համելի ինչ կա Հայաստանում, ոչ նավթ կա, ոչ ադամանտ կա, ոչ ծով կա, ոչ էլ մեծ, ասենք Նեղոս գետը չկա, չէ, գոնե Պոտոմակ գետը լիներ էլի։ Սենա գետը, նա Թեմզան գոնե մեր երկրով հուսը, չէ, գետառն է, մեր մայրաքաղաք, ես դպրոցում գիտեք ինչ եմ անցել, Երևան քաղաքը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, գետառի վրա։ Դուք պատկերացնում եք, մերոնք ընտրեցին գետառը, Թեմզան այ գետ է, քննադատեցինք մերոնց, մեզ և, այսինքն այդ բարդույթից մենք հիմա դուրս ենք գալիս, մեր երկիրը կարևոր է, կռիվ են անում մեր մոտ ընդունված լինելու համար, ես ուզում եմ, որ դա մենք պահենք, թող կռվեն իրար հետ այնտեղ, մեզ հետ լավ լինելու համար։ Հա, բայց մեզից հեռու թող կռվեն, էլի արդեն հոգնել ենք մի քիչ։ Հա, մենք արդեն քննադատեցինք, չէ։ Մենք չենք ուզում Ստամբուլը գրավել, թող իրանք գրավեն։ Եզրափակեմ այդ խոսքը, որ ասիք, որ այ մենք սահմաններ չունենք եւ այլն։ Երևի ամենաճիշտը կլինի այս սրույցը, այսպես ամփոփենք Վանո Սիրադեղյանից մեջբերումով, ասում էր Հայաստանը դանդաղ ընթացքի երկիր է, Հայաստանով դանդաղ շարժվում է, այս երկիրը սահմաններ չունի։
Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։